կատարած դեպետ։ Լացում էին երեխեքը, սարսափած։ Բնության աղետ էր։ Ֆռում էր ընդհանուր ջուրը։ Գյուղով մեկ։ Ստեղից լուսամուտներից այստեղից ջուրը մտնում էր տուն։ Ստեղից։ Այս sense բարձրություն էր։ Եկեք մեր դեպետը նայեք։ Ջրի հետ պայքարեցի ես ամբողջ գիշեր մինչև լույս։ Այդ վերևից ինչ ասես բերում ջուրը բերում տանում թափում էր։ Այդ օրը քունս չէր տանում անհանգիստ։ Նայում էի գետին, գետը աստիճանաբար բարձրանում էր։ Հետո արդեն ջուրը լցվեց տուն։ Ամեն վայրկյան սպասում էի, որ մեր շենքը կարող է փլվի։ Փոքրս քնած էր այդ ժամանակ։ Կրավատը փոքր բարձրացրել էր, խաղում էր նավակի նման։ Լեոին նավակի մեջ էինք դնում ու ինքը գոռում էր։ Հենց այդ ձենը իմ ականջների մեջից դուրս չի գալ, հենց այդ պահն էր ամենասարսափելին։ Դուրն էլ որ բացեցին, մի անգամից լցվեց տուն։ Ընդհանրապես ասել եմ չվախեք, բայց այդ չվախելը մի քիչ հարաբերական էր, իրանք ամեն ինչ տենում էին։ Ջուրը հենց ձևի բաներ էր բերում, արդեն տուն էր լցնում։ Կեղտ, տիլ, ավազ, քար, եւ այլն, թուղթ, ցելոֆան, հազար տեսակ զիբիլ։ Ոնց լսել էինք դեպետը մեզ հետ տվեց այդ աղբը։ Եթե վաղը նորից ջրհեղեղ լինի, գիտեք ինչ պիտի անեք։ Ինչ պիտի անենք, առաջի հերթին երեխեքին անվտանգ տեղ։ Ամենակարևոր բաները պետք է վերցնենք։ Դե առաջին հերթին դոկումենտները կվերցնենք։ Գազը, լույսը, ջուրը անջատելու ենք ու շատ արագ անվտանգ տարածք տեղափոխվենք։ Արի սերս։